Հայրենիք չէ սոզգ երկիրը, դա հայրենիք է դառնում այն հոգևոր արժեքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը։ Երկիրը դա հայրենիքի աշխարհագրական զրահն է։ Հայրենիքը այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը։ Մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանությունն է ամենասրբազանը։ Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը։ Դա ձեռք է բերվում ամեն մի սերնդի և նրա առանձին անդամի կողմից։ Ձեռք է բերվում հայրենաճանաչությամբ, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով։ Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել։ Կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան։ Հայրենիք ստեղծել նշանակում է բեկոր առ բեկոր հայտնաբերել, իմաստավորել, պատմականացնել երկիրը։ Նշանակում է այնպես հարազատել քո երկիրը, որ նրանում ոչինչ չմնա անհայտ, անխոս, մեռյալ։ Նշանակում է վայր առ վայր նվաճել երկիրը, շունչ և իմաստ տալով նրան։ Որքան վսեմ է մի ժողովրդի հասկացողությունը հայրենիքի մասին, այնքան զորավոր է նրա երկիրը, նրա հայրենասիրությունը։ Իմ հայրենիքը դա մարդկայնորեն այն լավագույնն է, որ կա Հայաստանում։ Ներիր Տեր, ներիր ինձ, եթե մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ քո դեմ։ Արդար է հայրենիքին ծառայել ամեն ինչով, բացի ստորությունից։ Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ։ Ահա իմ դավանած հայրենասիրությունը։ Հունվարի 1-ին Նժդեհի ծննդյան օրը մենք առաջնահերթ ոչ թե նոր տարին ենք դիմավորում, այլ նոր հնարավորություն ենք ձեռք բերում ևս մեկ անգամ նվիրվելու մեր հայրենիքին ու ավելի նժդեհական լինելուն։ Իսկ նժդեհական լինել նշանակում է քո հայրենիքին արժանի դառնալ։ Նշանակում է չսպասել, որ ուրիշը վերածնի հայրենիքդ, այլ գործել ինքնուրույն։ Նշանակում է հոգևոր զինվոր լինել ազգի համար։ Այս ամանորին եկեք խոստանանք մի քիչ նժդեհ լինել, մի քիչ ավելի արժան դառնանք մեր հայրենիքին, մի քիչ ավելի պատասխանատու մեր երկրի մի բուռ հողի, ամեն բեկորի, ամեն արժեքի հանդեպ։ Շնորհավոր ծնունդդ հրամանատար, շնորհավոր Նժդեհյան տարին, թող մեր սերունդը լինի այն սերունդը, որ իրապես հայրենիք կստեղծի, այլ ոչ թե պարզապես կժառանգի։ Նժդեհը լավ գիտեր, որ հայրենիքը պարզապես քարտեզի վրա տարածք չէ,